ախ սիրելիս, դու չգիտես, որքան եմ ես լացել։ Ասում եմ, իսկ սատիկի մասին երգ չեք, ասում եմ, բոլոր երգերը նրա մասին։ Եկեք մի սիրուն երգ նվիրենք ձեր կնոջը։ Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի, և անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի։ Էլենը եկավ, ասեց, պապա, ես ունեմ սիրած տղա։ Մի հատ խնդրում եմ, ասա, ինչ էմոցիաներ ես ապրել։ Աղջկատ մատին մատանիկա։ Ասի ոնց, բայց ով է ինձ հարցնող եղել, բարձացել են վերև, սիրո էդ, Արսեն, ինչ։ Հասկացա, հլը։ Տար ինձ տար, որ տեսնեմ նորից ապրած իմ կյանքը, տար հեռու, առաջին սիրո թաքուն պատրանքը։ Ձեր երկերը երկելիս, ինչ եք ուզում, որպեսզի մարդիկ զգան։ Ես պնդրում եմ ձեզ շարունակ, իմ հուշերի փողոց ու բակ, ու իմ հեռավոր անցյալի, ընկերների սրտերը թանկ, ու թաքուն հույսով ամենուր, կարծես տեսնում հետքերը տակ, հիմա որտեղ գտնեմ սերն իմ կորած։ Ծանոթ նոտաներ են։ Նամ։ Որ երկն է հիշացնում։ Դու գնում ես ինձ մենակ թողնում ու փակում նորից սիրո դուռը քո ետևից քեզ թվում է թե ամեն անգամ երբ դու գաս հեռվից գտնելու ես ինձ դու խելար հոգի դու իմ անհոգի ուր ես դու սիրելիս մի թող ինձ այսպես ով եմ ես առանց քեզ ուր էլ գնաս դու ում էլ սիրես դու գալու ես որ բացես մի օր քո ձեռքով փակված դռները կհասկանաս դու ու կարտասվես դու կտեսնես նորից ապրում եմ համբույրից նորից արբում են մեր սրտերը մեր սրտերը Relax project-ը կարում անել են։ Ես ինչա փոխեցիք, ապրեք։ Մինուսը խնդրեմ, Իհարկե, սիրով։ դու խելար հոգի դու իմ անհոգի ուր ես դու սիրելիս մի թող ինձ այսպես ով եմ ես առանց քեզ ուր էլ գնաս դու ում էլ սիրես դու գալու ես որ բացես մի օր քո ձեռքով փակված դռները կհասկանաս դու ու կարտասվես դու կտեսնես նորից ապրում եմ հանգույրից կրկին արգում են մեր սրտերը մեր սրտերը մեր սրտերը մեր սրտերը մեր սրտերը Ես կխնդրեմ ինտրոն պահեք, ինտրոն խնդրում եմ, ուղղակի խնդրում եմ ինտրոն պահեք։
Ողջույն մեր սիրելի YouTube-յան հետևորդներ, կրկին եթերում է Բառ ու բաց երաժշտական ոդքասթը, որտեղ ամեն մի բառը ունի իր պատմությունը եւ ամեն մի երաժշտությունը ունի իր հիշողությունը։ Մեր հյուրն է այսօր տաղանդաշատ, լավ մարդ, լավ ընկեր, լավ հայր, տաղանդավոր Արսեն Սաֆարյանը։ Ողջույն, պարոն Սաֆարյան։ Ողջույն։ Պարոն Սաֆարյան, այո, մի հատ relax project-ին ներկայացնեմ, գեղարվեստական ղեկավար Վլադը, ում չեմ սիրում։ Մենք այստեղ կոնֆլիկտի մեջ ենք, պարոն Սաֆարյան։ Գժվում եմ քո համար։ Շատ ազնիվ էր։ Մենք իրար այսպես չենք սիրում, պարոն Սաֆարյան, հա։ Ու ես կխնդրեմ վերջում դուք որոշեք ում կողմից եք լինելու։ Շնորհակալություն, որ չմերժեցիք մեր հրավերը եւ եկաք մեր հաղորդմանը։ Որպես այդպիսին ես ուզում եմ իմ առաջին հարցը ուղղել ձեզ։ Հավանեցիք մեր cover տարբերակը։ Ընթացքում ասեցիք, որ մինուսը կարող եք ինձ տալ։ Շատ անսպասել էր ինձ համար, որովհետև մենք միշտ այդպես մտածում ենք, չէ, երգերը ինչքան կարող ենք արագացնել, բայց այստեղ արված էր հակառակը։ Եվ գումարած դրան շատ ճաշակով էր արված, շատ գեղեցիկ էր եւ էլ չասեմ relax project-ի փաստորեն հնչողությունը, հա, ինչքան գեղեցիկ էր այս գործիքների համադրությունը, ինչքան կիրթ եւ գեղեցիկ է հնչում, այնպես որ ականջը ոչ թե շոյում է, տենց համբուրում է, ասենց ասեմ։ Նաեւ մեր գործիքները ազգային են։ Հա, ես նկատեցի։ Պակոնուրա, պակուն մոտոտա, պակուն բերելես, պակուեն ունենք, բան Սաֆարյան, եթե պետք լինի, ասենք նա պակույա կտանք։ Ինչ ասեմ, Ժորժ ջան, ապրեք, այստեղ էսպես է դրվածքը։ Ես ծափ եմ տալիս, իրանք ծափ են տալիս, բայց քանի որ դուք եք իմ հյուրը, երբ ուզում եք ծափ տվեք, իրանք ծափը տալու են։ Տենց է, նա փորձենք, ծափը տվեք։ Բավոց։ Ինձ էսպիսի մի հարց է հետաքրքրում, ուզում եմ որպեսզի մեր խոսակցությունը շատ անմիջական լինի, որտեղ որ կզգաս, որ այդ պատասխանը ուզում ես ինձնից լսես, կարող ես հարցը ուղղել ինձ, ես կարող եմ պատասխանել։ Այ օրինակ cover-ներին ո՞նց ես վերաբերում դու։ Շատ լավ եմ վերաբերվում, ինքս էլ վերջերս երգել եմ cover տարբերակ, ուղղակի իմ կարծիքն է սա, որ cover անելուց պետք է երգի ողնաշարը պահել, այսինքն շեղվել պետք չի, հա։ Գիտես, եթե մի բան փոխում ես, պետք է այնքան ճիշտ ու համով փոխես, որ ինքը ակտուալ լինի, ոչ թե մարդս ես ինչ են արել, ասենք էլ։ Միևնույն է, իհարկե cover տարբերակներ, որ անում ես, ականջիդ այն օրիգինալ տարբերակը միշտ կա, այնպես որ շատ լավ եմ վերաբերվում, եթե այդ cover տարբերակը պիտի գեղեցիկ գույներով հարստացնի, ես միայն կողմ եմ։ Ինչը կարող օրինակ շատ դեպքերում նոր սերունդը, այսպես ասեմ, շատ դեպքերում նոր սերունդը այդպես է ծանոթանում, հետո ասում ես ինչ երգ, բան, հետո մտնում են, հա, նայում են, հասկանում են, որ 20 տարի առաջվա, 30 տարի առաջվա երգ է, այնպես որ ինքը նաև ունի դրական շատ կողմը, որպեսզի այն գեղեցիկ երգերը, որոնք տարիների ընթացքում արվել են, չանտեսվի։ Հա, բնականաբար մոտեցումը պետք է, էլի, պետք է նաև երիտասարդներն էլ հիշեն, որ ունենք այնպիսի երգեր, որոնց կարող են անդրադառնալ ու լավ մոտեցումով, լավ գործիքավորումով։ Իսկ ինչն է, որ կխանգարի ինչ-որ cover-ի մեջ, կես կասես, ես էսի չեմ ուզում լսեմ, չգիտեմ, երգչի մոտեցումը, չգիտեմ։ Այդպես նախ տվյալ երգիչը կամ երգչուհին պետք է կապ ունենա, գոնե մի քիչ կապ ունենա, գոնե մի քիչ, բացի դա, ասում եմ, մոտենալուց պետք է ճիշտ մոտենաս, պետք է զգույշ լինես, որ հակառակ ռեակցիան չլինի։ Ես ուրախանում եմ ինքս, որ իմ երգերը լսում եմ այլ տարբերակով։ Այո, իհարկե, ինձ դուր է գալիս, ես այն էգոիստ հեղինակներից չեմ, որ ասում ես ինձ բան թող։ Ես այդ պահն էր։ Ես չեմ սիրում, որ երգերը բաների վրա, պոլկաների վրա, ինչ է, դարակների վրա այդպես դնում են, փոշոտվում է, ու ասում եմ ես եմ գրել։ Որ գրել ես ու ինչ,
Ուչի օգտագործվում։ Հա։ Իմաստը ո՞րն է։ Ուզում եմ ասեմ, հեղինակը պիտի ուրախանա, որ իր երգը երգվում է։ Այդ չեմ կարողանում ընդունեմ, որ վերցնում են, օրինակ մեղեդին լինում է, վերցնում են, ուրիշ բառեր են գրում, դա էլ կարա լինի։ Հա, մարդուն դուր է եկել այդ մեղեդին, բայց բառերը դուրը չի գալիս։ Բայց գոնե տակը գրի, որ այս մեղեդին էս ումն է, հեղինակին, այո։ Այդ բաները ինչին որ մոտենաս պետք է ճիշտ մոտենաս, իմ ասելիքը դա է։ Դե որոշանակ ճիշտ լինի։ Օրինակ, չգիտեմ, ձեր գործերը որ վերցնում են cover անելու, պիտի հարցնեն էլ, չէ՞ իրականում։ Կարելի է, էլի, կարելի է հարցնել մարդուց, որովհետև այդ մարդունն է, վերաբերմունք է։ Ես նստած չեմ սպասում, որ ինձ դեռ հարցնի խոսքը, չէ, վերաբերմունք է զուտ, եթե ձեր գործն է։ Շատ անգամ եղել է, արել են, ասենք, ուղարկել են, ինչ կասեք։ Հավանել եք կամ չեք հավանել։ Հա, օրինակ մի աղջկա տարբերակ շատ հավանել է, բայց դու չես գալիս երկներ, հա։ Նույնիսկ այնտեղ կար երկից վերցված էր կրկներքը, հա, ասենք, բայց այնտեղ կուպլետ ուրիշ տեղ էր գնաց, դա ինձ չխանգարեցել, որովհետև այնքան սիրուն էր այդ միքսը արած, որ շատ դուրս եկավ։ Իսկ եղել է դեպք, որ Սես դեպքերում որ զանգում են, հարցնում են կամ չեն հարցում, Սաֆարյան ջան, կներես էլի մեկ-մեկ ես էլ կարամ խոսամ։ Զիրոն ջան, դու որ երգում ես, ում ես հարցնում։ Ես որ երգում եմ։ Նայ, ես ում մասին որ երգում եմ, օրինակ չգիտեմ, եթե նկատել ես իմ կլիպի մեջ կան երգեր, որոնց հեղինակները այլևս չկան։ Կապ չունի։ Ումից հարցնեմ։ Ես կապնվում եմ վերև, ինձ ուղարկում են։ Մեր մոտ վերևներից խոսում են, ճիշտ։ Հա։ Թույլտվությունը տալիս են, հա։ Ու ես անում եմ։ Չէ, իրականում ինչքան էլ այդ մարդկանցից թույլտվությունը ես չեմ վերցնում, ես անպայման գրում եմ, թե հեղինակի անունը, թե երգի բառերը, թե ում են պատկանում։ Որովհետև դա իմը չի, ես ուղղակի վերցել եմ այդ տվյալ մարդկանց ստեղծագործությունը եւ իմ մոտեցումը ռեշտակա խաղում։ Սենց հարաբերություններ մեկ դուք սենց մենք էսպես ենք, հա։ Կարանումներ ջան։ Սաֆարյան ջան, այսօր որ ասես ում կողմից ես դու, ինքը տանում է պատիվ տալու։ Հայ։ Բայց հաշիվը փակում է ինքը։ Այդ դեպքում, երբ որ դու գրում ես ինֆորմացիան, այդ ամենակարևորն է, որ դու պահպանում ես տվյալ հարգանք կա, էլի, հարգանք կա։ Երկի տվյալ ստեղծագործության հեղինակային իրավունքները։ Դեպքեր եղել են, որ քո երգերը cover անեն, բայց քո դուրը չգա։ Ուղղակի ասեմ, պարոն Սաֆարյան, մի հատ կլսեք։ Մի հատ արել էին hard rock-ի մեջ էր։ Որ երգը։ Դա նույն էլ երգը։ Հա, չգիտեմ, գուցե իրանք, ես չեմ ուզում տենց վատ հնչի, բայց գուցե իրանք այդպես են լսում։ Ես մի 2-3 անգամ տենց լսեցի, փորձեցի հասկանամ, տենց չհասկացա ճիշտ ասած, բայց եթե իրենց դուր է գալիս, ես ուրախ եմ։ Դա վիրավորական չի, այսինքն իմ դեպքում, օքեյ, շատ լավ է, հիմա կարող եմ մեկնել վերցնի, ասենք, ռոմանսային տրամադրություն մտցնի, չգիտեմ, այդ տարբերակները լավ է, իրենք նաև փորձեր են, իրենք նաև, եթե չեն աղավաղում, այս ավելի պարզ ասեմ էլի, հա, սխալ շեշտերով չեն երգում, եթե, в общем, այդ ամեն ինչը կապ ունի։ Դա հիմա այդ ջահելներն էլ տենց էին բան արել, ինչ անեմ ես։ Դե հա ջահելներ ասեցիք ասեցիք։ Մի արեք, տենց բաներ չանեք հələ։ Չէ, արեք, թող անեն, փորձեն, որ հասկանան, որն է լավը, որն է վատը։ Կնմանվեմ են շատ կոնսերվատիվ են բիձեկին, էլի։ Սաֆարյանս, քո երգերը հասկացանք, որ մարդիկ թույլատվություն ստանում են, թույլատվություն պիտի ստանան իրականում, հարգելիներս, որպեսզի cover անեն։ Իսկ դու որևիցե մարդու cover կատարել ես։ Հո, ոչ չէ, վերջերս օրինակ Ֆորշն է երկել, բայց հեղինակը Մարինա Ալեսն էր, երկել եմ Սերիմ ստեղծագործությունը, Սերիմ այս գիշերը պատիժ է պարգել, Սերիմ անմոռանալ առասպել։ Ես կարծում եմ, որ ձեր սերը ձեր կողքն է։ Այո, չէ, ձեր սերը ձեր կողքն է։ Գուցե մի փոքրիկ հատված։ Գիտես, ես չգիտեմ, երբ որ
դու ուրիշի երգ ես երգում, դա է հենց կոչվում cover տարբերակը, թե պետք է մշակում լինի պարտադիր։ Չէ, քո մոտեցումը։ Իմ մոտեցմամբ հատեն շատ եմ երգել։ Այդպես շատ եմ երգել, հենց այդ երգը կարծում չգիտեմ, գիտարով ես չեմ նվագել այդ երգը։ Էքսպերիմենտները մեր մոտ ստացվում է ու լինում է։ Մեր մոտ ամեն ինչ լայվ է։ Սերի այս գիշերը պատիժ է պարգել։ Այո։ Սերի մոռացված առասպել ամփույրի եզրին կուրացած շուրթեր մեղավոր աչքեր հարբած գիշերը Լուսնյակ գիշերը հարբած գիշերը Լուսնյակ գիշերը Այո Մի խոսքով չեմ նվագել Ես ինչի ասեցի սերը ձեր կողքին է, որովհետև մինչև նկարահանում սկսելը ես տեղեկացա, որ դուք գիտարի վրա եք ստեղծում ձեր բոլոր երգերը բոլոր, այս գիտարի վրա, գիտար ավելի ճիշտ Գիտարով, հա, գիտարով դե այդպես է ստացվել, այսինքն Բացի այն, որ ունեք կյանքի սեր, նաև ունեք ստեղծագործելու սեր, դա գիտարն է Չգիտեմ, մի երկու երգա, երևի մի երգա եղել, որ դաշնամունին տես մոտեցել եմ, տենց 3 մատով փորձել եմ մի բան անեմ, տենց ստացվել է, են էլ գիտար չի եղել կողքս, այսինքն մեղեդին եկել է, բայց գործիք այդ պահին, բոլոր երգերներ գրել եմ գիտարով, այդպես է ստացվել, հետո իհարկե մեղեդիները, հետո իհարկե Այդ մեղեդիները երկար ճանապարհ ունեն անցնել, որովհետև հետո պիտի Արտուրին տենց ուղիղ դեմքին նայես, ասես մի հատ խնդրում եմ կլսեք այս երգը, բան ինքն պիտի որոշի գրի այդ բառերը թե չգրի, բայց իսկապես նույն եկար անցար, հին օրեր, ուշերի քաղաք, ուր էլ գնաս դու, Բոլորը այս գիտարի Հա, այդ սիրո աղոթք, այդ երգերը բոլորը հենց այս գիտարով իմիջայլից Լեգենդար գիտար է մեզ մոտ Հա, այս գիտարը բան է Այդ ուդը դիրմիկո Սաֆարյանս, դե խոսեցինք քավերներից, երգեցիր քավերել Կա այնպիսի մի երգ, որ օրինակ, չգիտեմ, կուզենայր երգել, որ չէին սպասի քեզնից նմանատիպ երգ թե հանդիսատեսը եւ թե մեր հետևորդները Դե եթե իմ երգերից չի կարծում եմ դա անսպասելի է Օրինակ ես երգել եմ հա այդպես հիմա է գալիս իմ սերը քեզ օրինակ Անդրեներ չէ երգում ավետի Էլի cover տարբերակ շատ անսպասելի էր, բայց մի քիչ ավելի թեթև տարբերակով սարքեցինք, բայց վերջերս զանգել էին, ինձ ասում են հարսանիքում կերկեք այդ երգը ասում, օրինակ։ Ուզում ասեմ, ցանկացած երգ, որ իմ երգացանկից չի, ինչ որ առումով անսպասելի է, որտեղ բոլորը սովոր են, որ ես իմ երգերն եմ երգում, չէ։ Կամ օրինակ Երանի չալել ընկնեի Անտուն ու անտեղ մնայի Սարի պես դարդ ունենայի Յար չունենայի Երանի չալել ընկնեի Անտուն ու անտեղ մնայի Սարի պես դարդ ունենայի Յար չունենայի Օրինակ Շատ լավ, ինձ դուր է գալիս էքսպերիմենտները, ինձ դուր է գալիս Հիմնականում հայերեն եք երգում Դե, հա,
Չկա ուրիշ լեզու, որ չգիտեմ։ Երկեր կան, դե ես միշտ, քանի որ անգլերեն չեմ անցել, դպրոցում ֆրանսերեն եմ անցել, ես միշտ կոմպլեքսավորվել եմ։ Եվ այնքան եմ տարված եղել մեր երկերով, գրած մեր երկերով, որ այդպես տենց բան չի եղել, որ նստում անգլերեն երգ սովորեմ էլի։ Հետո ինձ ընդունել են, ես կարող եմ այդտեղ ասել, որ ես բախտավորներից եմ, որ ինձ ընդունել են հենց իմ երկերով։ Այսինքն նույն ակումբներում, նույն ռեստորաններում, համերգասրահներում, ամեն տեղ իմ երկերն են ինձ ճանաչում բերել։ Այո։ Իհարկե հանդիսատեսի բարի կամեցողության։ Այո։ Եվ բոլորը սպասել են, որ այդ երկերը ես պիտի երգեմ։ Բայց իհարկե եղել են շատ երկեր, որոնք ինձ դուր են եկել անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, չգիտեմ։ Կարող է ռուսերեն ինչ-որ մի երգ կա։ Ռուսերեն կա, բայց կարող հայտարարակ լինեմ, որ ինչի համար։ Չէ, դե Ինչով օգտակար լինեմ, ես կարող այստեղ ամեն ինչ պետք է լինի։ Տեքստ կարծում եմ։ Տեքստ։ Այո, այո։ Ինչ երգ է։ Այդ Վլադիմիր Պրիսնիկով «Замок из дождя»։ «Замок из дождя»։ Կարանք հեռախոս ունեմ։ Ես հեռախոս չունեմ։ Իրոք մի մոռացի որ տարիքով մարդիկ են։ Տարիքով մարդիկ են։ Տարիքը կապ չունի։ Չէ, ես խնդրել եմ, որ խնդրում եմ Եթե դուք երկեր եք, պարոն Սաֆարյան, ես անձամբ հենց հիմա գնում եմ, տպեմ գամ։ Մի րոպե չգնաք, նա շփվեք։ Մի հատ էլ երկի անունը։ Замок։ Ինքը դժվար է հասկանում էլի մի հատ։ Замок, դուք ռուսերեն չեք անցել, հա։ Что? Замок. Ես SMS եմ անում 0 են։ Из дождя։ Замок из дождя Пресников։ Ինչով։ Пресников։ Այո։ Пресников։ Գնա, շփվեք, պարոն Սաֆարյան։ Դու գնա, նա հասկացեք, ես տպեմ գամ։ Սաֆարյան ջան, խոսում եմ ուղղակի։ Լսի շատ ուրախացնում ձեզ մոտ փաստորեն, հա։ Իրան որ մի րոպե քանի ստեղ չի մի րոպե որ լուր մնաս կեթա։ Իսկ մի հատ բան հարցի, ի՞նչն է ձեր կոնֆլիկտի սկիզբը, ի՞նչն է։ Տանում եմ միշտ հաց ուտելու փողը ես եմ փակում։ Օ, տենց նյութական։ Գնում եմ պրոստը, յանի խոսում եմ։ Հա։ Մի րոպե էսացի։ Վերեցի Սաֆարյան։ Քսերոքսի համար 30 դրամ կտակ։ Ես կտամ։ Ես կտամ։ Ստեղ թանկ են ուզում էլի։ Ճիշտ եմ տպել։ Այո։ Հա։ Հա։ Հիշում եմ։ Okay. Ես ոնց որ մեր մեջ չլա կոնֆլիկտացիոն անում, մի տեսակ։ Սաֆարյանս։ Տոնը գիտենք։ Դե Բայց դու գիտեք դրանք։ Հա։ Դուք ինչ չգիտեք։ Սկսենք կտեղից։ Պակույով է, թե չէ։ Չէ։ Տալունով։ Կարա, Ալուլով։ Դուք նայում եք Բարոբազ երաժշտական ոդքասթը, Արսեն Սաֆարյան, Պրիսնիկով։ Relax Project։ Տեսնենք ինչ է ստացվելու։ Լավ է լինելու։ Дождь, город пуст, и мы идем вниз по улице вдвоем. Забрели с тобой шутя, мы за стены дождя. В мокрых окнах гаснет свет, только нас давно там нет. Ага. Мы не знаем, что потом, словно связаны дождем в нашем призрачном замке. Мы вошли в этот замок из дождя, только двое, ты и я. И так долго были вместе. Мы спаслись в этом замке из дождя, только двое, ты и я. В самом одиноком месте ты и я.
Բրավո։ Շատ լավ։ Բրավո մեր երաժիշտներին։ Ձեզ էլ բրավո, իհարկե։ Չէ, զգացիք ինչ այս պարոն Սաֆարյանը, զգացիք։ Ես մի բան հիշեցի, որ հետաքրքիր երկելու ժամանակ հիշեցի։ Հա, ես շատ տարիներ 96 թվականն է, 95-ի վերջ, Աշուն։ Քան մարզամաշի։ Կա տես բան։ Քանի որ ես նոր էի ընդունվել Ամադեուս երաժշտական կենտրոն, իսկ դա միակն էր քաղաքում, միակն էր այն ժամանակ 94 թվականից հետո կոնսերվատորիային կից ներքևում, եւ դա մի ակումբ էր, որտեղ որ մենք երգում ենք մեր հեղինակային, հիմնականում հեղինակային երգերը։ Ես էլ ընդունվել էի, մենակ այդ երգը ունեի, բայց դու չես գալիս։ Քանի որ հա, դե գործիքավորում բան չէ, դա շատ բան էր, այսօրվա նման չի, դա շատ այտենց process էր, բան, եւ Իրինան Մալխասյան դաշնամուրով նվագում էր, որ ես երգեմ, որ գոնե մի երգ ուրիշ երգ ավելացնենք, որ ինձ գործից չանեն, աշխատանքից չանեն։ Հա, հետաքրքիր է, տեսեմ, որ ասում ես ամեն երգ, ամեն բառ իր պատմություն եւ հիշողություն։ Այո։ Հաստատ նաեւ հենց հիմա հետաքրքրեց այդ երգը ոնց է ծնվել։ Որ երգը։ Այդ 96 թվին, որ այդ մի երգ է հեղինակային։ Չէ, այդ երգը 91 թվին է ծնվել։ Այդ երգը 91 թվին է ծնվել։ Արդեն 35 տարվա պատմություն ունի։ Հա։ Երգի ինքում սիրո նամակ ա եղել, ընկերները ուղղակի բացել են, որպեսզի սերը չկորի, մեկն էլ դա Արթուրն ա եղել, աղբերս, ու գրվել է այդ երգը, ուղղակի սիրո պատմության համար, եթե ուշադրել եք, աղսիրելիս դու չգիտես, որքան եմ ես լացել, առանց քո սիրո ջահել կյանքն եմ իմ մաշել, մի խոսքով այդպես։ Ես կուզենամ, որ այդ երգը կատարեք նորից։ Գնանք 91 թիվ։ Նորից։ Հա։ Կատարենք։ Հա։ Գիտարով թե չէ։ Բայց Հայրան կարան։ Ես ախր չեմ ուզում դուք ձեր սիրուց կտրվեք, ես չեմ ուզում ձեր սիրուց կտրվեք։ Ես իր հետ եմ, մեր սերը փոխադարձ է, բայց քանի որ հրաշալի հնչողություն է գալիս, ես կուզենամ միասին։ Թող այսօր մարդը հարուստ նստի երգի։ Okay։ Գնանք։ Այս առաջի տարբերակն է այս երգի։ Ես ժպիտով երգում ես երգը։ Բակամ այդ ժպիտով։ Ասում եմ կոնսերտ կա այս երգի մեջ, թեկուզ բայց դու չես գալիս, բան չէ։ Բայց ո՞ն մասին է այս երգը։ Չէ մասի, լավ։ Ախ սիրելիս, դու չգիտես, որքան եմ ես լացել, առանց քո սիրո ջահել կյանքն եմ իմ մաշել, ես ուզում եմ, որ քո աչքերին նայեմ, և ուզում եմ, որ միայն ինձ մոտ լինես, բայց դու չես գալիս, միայն քո մասին եմ լալիս, քեզ եմ կարոտել, արի մոտս, սիրելիս, ես կանչում եմ քեզ, ու անընդհատ սպասում, երեկոն անցավ, քո ճամփին եմ ես նայում, բայց դու չես գալիս, միայն քո մասին եմ լալիս, քեզ եմ կարոտել, արի մոտս, սիրելիս, ես կանչում եմ քեզ, ու անընդհատ սպասում, երեկոն անցավ, քո ճամփին եմ ես նայում, երեկոն անցավ, քո ճամփին եմ ես նայում, երեկոն անցավ, քո ճամփին եմ ես նայում։
Բրավո։ Ապեք շատ։ Եթե շատ կտրուկ պատասխանեցիք իմ հարցին, էլ չանադառնամ, թե ում մասին էր։ Okay, մենք անցնում ենք առաջենք արագ։ Մենք զանգենք Հետո առանձին ինձ կասեք։ Լավ, տեսակ։ Քեզել։ Տեսակ։ Ինձ առանձին կասի։ Բա։ Սաֆարյան ջան, եղել է քո երկացանկից այնպիսի երկ, որ շատ անձնական է եղել։ Անձնական հիմքերից ելնելով է գրվել այդ երգը։ Չեմ ուզում մանրամասնես, բայց կամ չէ, որ երգն է, երգի մասին ենք զուտ ուզում խոսել։ Եղել են, բայց ուզում եմ այսպիսի մի բան իմանաք, որ ես այն հեղինակներից չեմ, որ պիտի պարտադիր տենց ուժեղ սիրահարված լինեմ, էլի, որ երգ լինի կամ տենց մոմի լույսերը վառեմ, բան չգիտեմ, տառապեմ, չգիտեմ։ Վարդի թերթի կամ սպիտակ դուր տեսնեմ, երգ գրեմ, նայ իմ կարծիքն եմ ասում, ոնց է ինձ մոտ գալի մեղեդիները։ Դու որպես անհատ ապրում ես հասարակության մեջ, իրականության մեջ առնչվում ես թե բարի հետ, թե չարի հետ, տեսնում ես գեղեցիկ բաներ, ոչ գեղեցիկ, adekvat, ոչ adekvat, այո, ամեն ինչ, եւ այդ ամեն ինչը խառնվելով քո էության, քո բնավորության, քո խառնվածքի հետ, եթե այդ շնորհնել ունես, հա, տենց ծնվում այդ մեղեդին։ Վերջերս ասած ոչ շատ վերջերս, ես նոր ինձ մոտ սկսել է այդ մեղեդիների գալը, հետաքրքիր բան ասեմ, առավոտյան է գալիս։ Ահա։ Որ բոլորը մտածում են, չէ՞, փետուրով, մոմով նստած գիշերը պարտադիր անքուն։ Բայց միշտ մուսան գալիս է գիշերը, չէ՞։ Տենց ընդունված է, բայց հետաքրքիր բան էլ ասեմ, գուցե առավոտյան էլ արտանում ես ու մաքուր է այդպես է, հանգստացած ինչ որ ժամանակ է մեկ էլ մեղեդի գալիս։ Այնպես որ դա տենց պարտադիր իր բան չի, պայման չի։ Անձնական հետո թեման եմ տարել դեպի դրան։ Խոսքերով ես առասարակ ես միշտ ասել եմ ես խոսքերն եմ երգում դուք տվեք ինձ առանց խոսքի մեղեդի ես չեմ կարա երգեմ որովհետև խոսքերն են ինձ տալիս տրամադրություն իմ եթե ինձ ասում են երգ եմ գրել մեղեդին ցույց են տալիս ասում եմ դու դեռ երգ չես գրել այ երգը կլինի այն ժամանակ երբ որ խոսքերը շարադրեք երբ որ խոսքերը հեղինակը գրի եւ արդեն երգես այդպես այդ ժամանակ է երգը Գուցե այն մեղեդին գուցե գործիքային ստեղծագործություն է, բայց ոչ երգ, իմ կարծիքով։ Մեղեդին ոնց է գալիս։ Մտքի մեջ գալիս է։ Խոսք ընդունենք։ Հա։ Հասկացա։ Կարող է հիմա ես նոր երգ հանենք։ Կարող ես մեկից գողացա։ Կարող ես գողացա մեկից հիմա նույնիսկ։ Ես քեզ ցույց եմ տալիս։ Քանի որ պիտի հիշեմ, իսկ ես անգրագետ եմ, չեմ կարող նոտաներով նստել գրել, այն փետուրը հիշում ես։ Ահա։ Հեռախոսը Այս գրվեցի, ես ուզածը ժամանակ հանում եմ, էլի սկսում եմ աշխատել իրա վրա։ Սա է իմ այդ, բայց իհարկե, մենք ունենում ենք նաև պատվեր երգեր, չէ։ Ահա, պատվեր երգեր։ Այդ ժամանակ բնականաբար դու մի քիչ մտածում ես, որ դա ինչ պիտի լինի, կարող է Առավոտ էլ այդ մտքով չես զարթում, զարթում ես սկսում ես մտածել արդեն։ Մի քիչ էփվում է այդ թեման էփվում է 3 օր 4 օր մի շաբաթ 10 օր ու գալիս է էտա գալիս այդ տենց չի էլի որ ասեցին մի հատ մեր հարևան անի մասին երգ գրի նստես մի անգամից գրես ասա բայց կան մարդիկ դե հա կան բայց դե կան այն չի ինչը որ մի օրեկան երկու օրեկան երգեր դե հա բայց դե չէ սա խոսում ենք մնայուն արժեքի մասին
Էպես որ անձնական, այդ որ ես հասկանում դու ինչ ես ասում, նվիրված ինչ որ մի աղջկա, ինչ որ մի, հա, կնոջս, չգիտեմ, հա։ Դες շատ բան եմ, շատ պրակտիկ պատասխան եմ միշտ տվել կնոջս օրինակ, որ ասեմ, ասում եմ, իսկ սատիկի մասին երգ չեք, ասում եմ, բոլոր երգերը նրա մասին։ Տեսար։ Առանց քեզ ես ոնց կերգեմ այդ երգերը։ Մեծ բան կա դրա մեջ իրականում։ Քո սերն ես երգում։ Իսկ սերը միայն այդ երջանիկ պահերը չեն, չէ՞, սերը բողոք է, սերը կոնֆլիկտ է, սերը երջանիկ պահեր են։ Սերը բոլոր պատկերացնում են, որ ասում են, վայ, ես երջանկություն, սա ասես երջանիկ գնալու է։ Երջանիկը պահերն են։ Դու այն էլ մեր կյանքում տարբեր պահեր եք ունենում։ Այն հավատն է, այն ես ինչ որ սկսեցի շատ խոսալ, ոնց որ քեզնից շատ եմ խոսում, զիրա։ Տենց է, մյուրը պետքա խոսա։ Այդ սիրո, այդ ընդհանուր այդ հավատն է իրար նկատմամբ, իրար կողքի լինել, իրար ուսուսի լինել, վստահել ու հասկանալ, որ ինքը քոնն է, դու իրենն ես։ Իսկ պահերը տարբեր են, երջանիկ կլինի, հուզական կլինի, էլի պահեր կան։ Ջայլը սովոր եք, ես երետ է, սովոր եք։ Չգիտեմ, ես տենց եմ նայում այդ ամեն ինչ։ Եկեք մի սիրուն երգ նվիրենք ձեր կնոջը, եթե կարելի է։ Նվիրենք։ Որ երգը։ Որ երգը կուզեք, որպեսզի նվիրենք։ Չգիտեմ։ Արդեսաղ նվիրել է, չգիտեմ։ Հա, էլի, հա, էլի ինչ նվիրեմ, չէ։ Անվերջ կարելի է նվիրել։ Արի մեր սիրո աշունը նվիրենք։ Նվիրենք։ Տիկին Սաֆարյան, սիրով նվիրում ենք ձեզ։ Դու կարծում ես այդ անձրևն արտասվում պատուհանիդ։ Այդ ափսոսանքի խոսքերն են գլորվում հատիկ, գլորվում են ու հոսում են, ապակուց թափվում են ցած, այդ խոսքերը որ լսվում են իմ երգի մեջ ուշացած, ու մեր պետք խոստովանանքդ, ափսոսանքդ ուշացած, սերը քո մի հանելուկ էր ու գաղտնիք էր չբացված, դագուց աշնան կատակներ, տերևներն էին դեղնած, ծառուղում լուր արտասվում էր մի աղջիկ մենակ կանգնած, մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի, և անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի ու պատուհանի լուր կարտասվի, ու պատուհանի լուր կարտասվի, մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի, և անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի ու պատուհանի լուր կարտասվի, ու պատուհանիդ լուր կարտասվի, ու պատուհանիդ լուր կարտասվի։ Այսպես մոտորապես։ Իրականում փշակաղվելու է, ինչը որ արեցիք հենց նոր փշակաղվելու է, ու վստահ եմ, որ մեր հետևորդները եւ ձեր կինը կրկին զգացին ձեր սերը։ Նորից կրկին, հա, անվերջ կարելի է սիրել։ Բայց ասում եմ, մի օր կարող է գաք երկուսով մեր համերգին կռվեք մի քիչ։ Ոչ մի խնդիր։ Տեսակ, ինքը փողով է գալիս, ես սրտանց։
Վերջում դերից վերցնում է սրտանցը։ Կապ չունի, հիմա ես սրտանցը գալիս եմ։ Հիմա վերջում կվերցնեմ։ Բայց գիտես, ինձ թվում է դիտողներին այդ հետաքրքրելու է, ինչ հաշվի մասին է խոսքը։ Թող։ Էջ գիտեն ինչ հաշիվների մասին է խոսքը։ Սաֆարյան ջան։ Ես ինչ ասեմ, ահավոր բավականություն եմ ստանում, որովհետև մեզ մոտ հյուր է, ասենք տաղանդավոր մարդ, լեգենդ, ինձ համար լեգենդ, կենթանի լեգենդ։ Դե չէ, դե հիմա պետք է գնահատել, պետք է հասկանալ, որ կա մնայուն արժեք, այդ արժեքներից մեկը դու ես, Սաֆարյան ջան, շատ շնորհակալություն, բայց չի ավարտվել մեր հաղորդումը, մենք շարունակում ենք, ուղղակի ասում եմ, սրտի խոսք եմ ասում։ Քիչ էլ մեծանամ, մեծ տղա դառնամ, տենց էլի։ Սաֆարյան ջան, ասում եմ, հիացմունքից վերադառնանք իրականություն։ Ձեր կին այս երգը շատ է սիրում։ Դե հո։ Մեր սիրու աշունը, որ նվիրեցիք իրան։ Իսկ կա ձեր երգերի մեջ, ձեր երգացանկում երգեր, որ ձեր կինը չի սիրում, բայց դա ձեր աշխատանքն է, դա ձեր եկած մուսանն է, որ պիտի երգեք։ Իսկ մի քիչ ուրիշ հարցեր է տալիս։ Այդ մասին չի խոսել, գիտես։ Իա, բա խոսենք, մենք խոսենք։ Ինչ թեթև եմ ապրում։ Շատ լավ։ Այդ մասին չի խոսել, որ ինչ որ երգ դուրը չգա։ Դե կարող է։ Բայց ինքը պես չի որ իմ երկացանքով ապրում, ոչ։ Ինքը նույնիսկ չի սիրում, երբ որ ուշադրության կենտրոնում է լինում, ինչ որ հարցազրույց բան, ինքը չի սիրում եւ ուզում է հանգիստ իր համար ապրի այդպես։ Շատ լավ։ Հաղորդումների հյուր բան, տենց գնալ չկա, նման բան, նկարվել չկա։ Չի ուզում, թե չեք թողնում։ Չի ուզում։ Չի, ես ձեզ պտի նման եմ, ես այդքան։ Չկնիկը պտի տուն նման։ Չէ, նույնիսկ ինքը սկզբում երգել է այդ նոր, որ ամուսնացած ենք, մի հատ երգել եմ գրել իր համար։ Թող ինձ հետ լինի քո սերը, թող ինձ հետ լինի քո իմ ստվերը, դանանա, չոր ես տեսակ երգ կար։ Տեսալովակել նկարեցի։ Ահա, նվիրեցիք իրան։ Հո, իր համար։ Շատ լավ է։ Տեսնում եք մարդիկ ինչերի են պատրաստ իրենց կնոջ համար։ Այո։ Իսկ մենք, իրան միս ենք ուտում։ Հետո որ սկսեցին զանգարել ինչ որ հաղորդում հյուր բան, տենց զգացի sense մի բուռա դառել, sense վախից տենց։ Հետո հասկացա, որ ինքը շատ էմոցիոնալ է այս ամեն ինչի համար։ Այնպես որ, չէ, այդքան երգերի հետ կապված շատ ուշադրություն բան։ Չէ, չկա տենց։ Իսկ երգը որ գրվում է։ Ցույց եմ տալիս։ Հա, անպայման։ Այդ անպայման ինքը պետք է։ Ինքն էլ այն մեն վառ քննադատներից։ Ավելի շատ սկսել եմ երեխաներից ցույց տալ։ Ահա։ Որտեղ մեծացել մարդ են դարել ոնց որ։ Մի քիչ էլ նկատողություններ են անում։ Քիչվեմ էլի հետը քանի։ Մենք մերոնցով նստած։ Հանգիստ Սաֆարյան։ Չէ, ցույց եմ տալիս, որտեղ իրենց կարծիքն էլ այսօրվա է եւ չգիտեմ ինչ որ բան հավանում են, ինչ որ բան չեն հավանում։ Կինս, եղբայրս, ես ունեմ այդ։ Իրենց կարծիքը ինձ համար կարևոր է։ Իսկ երեխեքը ինչ կարծիքներ ունեն։ Տարբեր են, թե միաձայն են։ Տարբեր են, չէ։ Շատ տարբեր են։ Մեկը հավանում է, մյուսը չի։ Մեծ աղջիկն է, թե մեծը տղան։ Մեծ աղջիկն է։ Մեծ աղջիկ։ Էլեն, հա։ Ինչ է ասում օրինակ, վերջի գրված երգը, որ արդեն որ կարողանում է ինքը կարծիք հայտնել, ինչ կարծիք է հայտնել։ Դե պոփ հա, որ բան է։ Չգիտեմ, ինչ նոր սերունդի ներկայացուցիչ է, չէ։ Հա, դե ինքը օրինակ իրանք էս R&B բան, էս բաներն են սիրում։ Ես էլ շատ անգամ համաձայն չեմ լինում իր հետ, որովհետև հա, երբեմն որ տեսնում եմ այդ խեղճ հայոց լեզվի հետ ինչ են անում, արա մեղքս գալիս է։ Գիտես չէ, ես այդքան բան չեմ, ես հասկանում եմ, որ փողոցի ազդեցությունը կարա լինի եւ այլն։ Բայց ահա որ ին վրա ազդում է այդ սխալ շեշտադրումներով այդ այն որ անգլերեն երգ են գնում հայերեն։ Հասկացա։ Ահա։ Բառացի թարգմանում են ու դա դառնում է սարսափելի բան։ Հասկանալի է։ Բանը ինքը լսողական ապարատի վրա է նույնիսկ ազդում, էլի։ Կարելի ավելի միտքը ավելի հայերեն արտահայտել, էլի։ Այս խորհուրդը Էլենինն է, թե բոլորին։ Բոլորին է։ Բոլորին է։ Գիտես, սա նաև մի ձև է, որ մենք ուրիշ ենք գրում։ Մենք նոր ենք, մենք ուրիշ ենք գրում, մերը ուրիշ երգ է։ Մերը ուրիշ ընկալում է։
Ընկեր, ինչն ես ուրիշ։ Հայ չես։ Հա, ամեն ինչն էլ պտտվում է, կրկնվում է, էլի ուրիշ արա, հնչողության իմաստով, գիտակներ կան, մյուզիկի ասենք, չէ, այսօրվա այն որ տղեկը ինչեր կարան անեն, էլի նորը արա, բնականաբար։ Բայց եղելա պահեր չէ, որ օրինակ դուք ձեր ժամանակ, երբ որ ավելի շատ երիտասարդ էիք, հանդիպել եք մեծերին ու մեծերն են ասել դե դա ինչ եք երգում, չի եղել նմանատիպ բաներ։ Դե կարող է իհարկե եղել է, բայց մենք այնպես ենք մեծացել, ունենք կոնկրետ իմ մասին, իմ կողքը Արթուրն է եղել, որ երբեք թույլ չի տվել, հա, ես ասենք մի ինչ-որ անկիրթ կամ ոչ հայերեն ինչ-որ բան անեմ։ Չէ, բայց այդ սերունդի բախումները եղել են, էլի, բնականաբար դա խոսքը նրա մասին չէ, որ նոր ինչ էինք, կլորլույով չէ, դրա մասին չի խոսքը։ Չէ, որ խոսքը ուրիշ բանի մասին է, որ էլի սիրուն արեք, էլի խոսակցական հայաթից էլ ինչ-որ, հա, ինչ-որ բառեր, ֆրազաներ, աղբերս, չգիտեմ ինչ, էլի սաղ կարաս օգտագործես, ասենք ոնց որ օգտագործում է օրինակ ֆելոն, օրինակ։ Ռեպերի մեջ բան չէ։ Իմը չի այդ ուղղությունը, ինչ ճիշտ հասկացեք, բայց է մարդը կարում անի, որ դաժե քոնը չի, բայց դու լսում ես հաճելի է։ Լավ իրանց վարպետներին լսեն, էլի, հետ է իմ ասածը։ Հասկացա։ Մի փոքր դեժավյու եմ ապրում, որովհետև ձեր աղջիկը այստեղ հենց իմ դիմացը նստած է։ Ինձ դիցեր բողոքում։ Դե չէ, տենց որ ասեմ բողոքել չէ, չի բողոքել, չի կարա բողոքել։ Ես թե չլեի բողոքել, դու ունես անում որ բողոքել։ Ապրես ասել։ Լավ, հաղորդումը կնայեք, ասեք, ով էր պահում, հաղորդումը կնայեք, ասեք, ով էր պահում։ Smart Zero-անից չի ուզում տունը կռիվ գցի։ Դու ես հանելու եմ իրան։ Ռաֆոդոր սարի գործից։ Ռաֆոդոր սարի չի կարող, էլի Վլադիմիր, Ռաֆոդոր սարի գործից։ Իրականում sense չէ հաճելի պահ եմ ապրում, որ ձեր աղջկա հետ եմ զրուցել, ձեր մասին էինք խոսում, ասում էի որ մի օր papan հյուր կգա, մեզ մոտ կխնդրենք papan հյուր կգա, այսօր papan եկել է, մի հատ խնդրում եմ տանը կիսվեց տպավորություններով, ասեց ինչ բան։ Հա, ասես pap ինքան, ասեց մի հատ հաղորդման եմ գնացել, Զիրոյաններ, շատ լավն էին։ Զգացիր քեզ չի հիշել։ Հա, ասեց երաժիշտներով, բան ասեց, ինքան լավ համ զրուցում ենք, բան։ Հա, իմիջիայլոց դու քեզ էլ են հրավիրելու, անպայման կգնաս, որ։ Հա, ու ասեց, որ լրիվ ուրիշ հնչողություն է, լրիվ ուրիշ վիճակ է։ Դե չպատմեց մանրամասն բնականաբար, բայց ես տեսա, որ ինքը այդպես աչքները փայլելով է եկել, որտեղ իրան դուր է եկել, այս էներգիա, ահավոր լավ էներգիա ունի, էներգետիկան շատ ուժեղ է։ Թե գիտես, գիտեմ ու մաքաշել, հա։ Չէ, իրականում շատ է։ Սա տոշնի մերն է։ Այլ պատասխան մենք չենք էլ սպասում։ Չէ, իրականում շատ ուժեղ, լավ դրական էներգիա եմ ստացել ես իրանից։ Դե կան մարդիկ, չէ, որ չգիտեմ, ակտիվ են, բայց էներգիան քո էներգիան են խլում։ Հա, այդ խլողներն են տենց։ Հա, բայց ինքը սենց համ տալիս էր, համ սենց բոլորին էր տալիս այդ իր էներգիան։ Զիրջան, Էլենի մեջ սեր կար, սիրահարված էր, է։ Սեր։ Հավատանան։ Մենք սաղ գիտենք։ Զգացիր ուրատանում։ Զգացիր, չէ՞ ուրատը։ Ես ախր ես չեմ ուզում խոսամ, ինքն ինձ դրթում է, որ ես այդ թեմաներից խոսամ։ Ասպա հիմա սպասի, չէ, հիմա սպասի։ Նախ Էլենին ողջունեմ, Էլեն ջան, ապրես, շնորհակալություն։ Պապան եկավ, տեսար, Սաֆարյանը եկավ։ Հիմա հիշում ես, որ հարցեր էի տալիս քեզ, որի պատասխանը դու տենց էլ չտվեցիր։ Հիմա փորձենք պապայից լսել։ Սաֆարյանս, ես ինձ հետաքրքրում է որպես տղամարդու էլ եմ, որ մի օր աղջիկդ եկավ, Էլենը եկավ, ասեց, պապա, ես ունեմ սիրած տղա։ Մի հատ խնդրում եմ, ասա, ինչ էմոցիաներ ես ապրել, ինձ նենց ահավոր հետաքրքիր է, որտեվ գուցե վաղը մյուս օր իմ դեմն էլ գա։ Մեր գլխին էլ է գալու, հա։ Դու որքան էլ այդպես թվացյալ դու ոնց ես պրինցիպալ չէ որ իմ աղջիկը մեր մոտ ուրիշ կերպ չէ բանի մեջ ես բայց չէ որ դու կողքից տեսնում ես որ քո աղջիկը փոքրիկ են աղջնակից ինքը վերածվում է ու հասունանում է ու դառնում է գեղեցիկ աղջիկ արդեն եւ դու հաշվես նստում իր հետ չես կարող հաշվի չնստես եղել դեպքեր երկու դեպք եղել է որ դե ես որ այն
Պապայի նման տենց արգելել եմ ընդհանրապես։ Հաջող չէին մի խոսքով։ Հասկացա։ Նուրբ ասեմ էլի, հաջող Հասկանալի չէ։ Իսկ այս դեպքը այն էր, որ նույնիսկ ես չհասցրեցի ասեմ տղա ջան, մի հատ արի այստեղ, բան, դու հասկանում ես չէ, որ մենք տենց գիտենք, չէ, բայց մոտեցումը, դաստիարակությունը, մոտեցումը, հարգանքը այնպիսին էր, որ ես տենց կոդ ընկա ճիշտ ասած, որովհետև ես հասկացա, որ այդ իմ խոսելը ավելի շատ մանր բան կդառնա, որովհետև ես տեսնում եմ ինչ ուշադրություն, ինչ հարգանք, ինչ տղա եմ տեսնում կողքը, սենց ասեմ, էլի, որ կարգին ամեն ինչա, և այդ փոխադարձ սիրո այդ որ մատը սենց արանքը սենց անես, այդ սիրո, այդ արկայությունը քեզ արդեն թուլացնում է, դու արդեն սկսում ես համակերպվել, հասկացար ինչ անում, ուզես թե չուզես, որովհետև դու հասկանում ես, որ հա, քո բնությունը, չգիտեմ, կյանքը այդպես է, որ չես կարա կողքդ տենց պահես միշտ Կարևորը դու տեսնում ես քո աղջկա երջանկությունը։ Հա, այդ է ամենակարևորը, երբ դու տեսնում ես ու իր կողքի իր ընտրյալը լուրջ, կարգին, հա, պատասխանատվություն կրող մարդ է, ոչ թե ինչ-որ թաքուն, մի օր կա, մի օր չկա, ինչ-որ չես հասկանում ինչի։ Էնպես որ այդքան էլ վախենալու չի Սիրոյան ջան։ Խա, բայց այդ օրինակ երիտասարդ տարիքում մի քիչ կարա չէ վախ լինի։ Չէ, այդ վախը ունենում ես, հիմա իմ մոտ սենց գիտես ինչ բան է, պահա, որ այն անհանգստությունը նույնիսկ մի քիչ թուլացել է։ Հա։ Որովհետև ես գիտեմ, որ կողքին սիրող տղա կա։ Ահա։ Հա, իսկ այդ նշանվել, իսկ ինձով հարցրեց։ Հասկացա։ Հələ։ Եկավ ասեց, բարև, Արսեն ձաձա։ Արսեն ձաձա։ Սակ վիրավորվեց այդ ձաձա ֆրազը։ Ձաձա լավն է։ Հա, բայց եթե ռեալ նայես դե ձաձա եմ էլ բան չէ։ Հա, ձաձա Արսեն, հետո տենց է դառնալու։ Հա, դուրս եկա որ չասես բարև հոպ ջան։ Այս ջայլների ինչ մտա հոպ ջան։ Ինչ հոպ։ Հոպս պրիվետ։ Կամ ասա հոպ ար, կամ ասա չգիտեմ։ Հա, էլի կամ հարգանքով դուք բան, արա չեք սովոր, չէ՞։ Հոպս որ։ Հա, այդ շատ դուրս եկավ։ Հա, որ չկա։ Դա Արսենը հա շատ դուրս եկավ։ Հա, ասեց կարելի է բարձրանանք վերև։ Ասի ուր վերև։ Ասեց դե օթապարիկով էլի։ Ահա։ Խոստացել են, որ ինքը շատ լավ էմոցիաներ է ունենալու, պայմանավորվել է մարդ։ Ասի, բալա մի քիչ մի ամիս էլ անցնի, ցուրտ կլինի այնտեղ։ Հələ չի բռնել, էլի ինչի մասին է խոսքը, ինքը միանգամից ծնողական է գնացել, չմրսեք։ Վայ Ազիզ ջան, լրիվ այդ թեման էր, էլի որ երեխես բա։ Հա։ Ասես չէ, ճշտացա վերևում էլ է տակ։ Սիտե դե լավ, հետո ես տենց առավոտյան սենց կիսակնած վեր եմ կացել, որ սուրճ խմեմ, սատիկն եկավ, ասեց աչքդ լույս։ Մայրական ինչ-որ սենց։ Ահա, մաման գիտեր։ Աղջկատ մատին մատանի կա։ Ասի դուխ ես տենց։ Ասի ոնց, բայց ով է ինձ հարցնող եղել է, ասեց հանգստացի հիմա տենց է, ընդունված։ Ոնց հանգստացի հիմա, դու մի ասա, բայց սրտիկ, մեծ սրտիկով բարձացել են վերև, սիրո էդ, Արսեն, ինչ։ Ինչ ես զգացել, խնդրում եմ մի հատ ինձ էդ ասա։ Արա, ես տենց բան զգում էի, որ չեմ կարողանում համակերպել։ Փորձում եմ համակերպեմ։ Տենց սկսում էի բադ բան, ասում եմ, բայց շուտ չի սաթի, տենց բաներ էի ասում, հուսահատ։ Հայչոր հուսահատ վիճակում ընգա ես, տենց։ Դե հետո հասկացա, որ տենց է ճիշտ։ Էդ էր հիմա, ինչպես ասում են, հաջորդ օրը խնամոնք, բան, եկան, հա, մի քալքին ընտի ժողովուրդ, շատ լավ։ այդ ժամանակ ոобще տենց Հա, հանգստություն, հա, հենց իրար տեսանք, ենք կոնյակ բանը մոռացանք, ինչի համար ենք հավաքվել, բա։
Էս շատ Մի խոսքով։ Ինձ հետաքրքիր է Սաֆարյանս նա այդ քո աղջկա էմոցիաները ապրեցիր ինձ հետաքրքիր է դու այդ քայլը անելուց որ տարիքում ես եղել 24 եմ եղել 24 եմ եղել ես էլ միշտ որ ասում շուտ աշտը հետո ինձ եմ հիշում ասենք 20 էր ես 24 էի մի խոսքով ոչինչ շուտ չի մամուշտում այլ ժամանակ գուցե այդպես ունենք այնինչ ունենք էլի դուք օթապարիկով բարձրացել եք վերև թե չէ Չէ, ներքեդել էր ծուր։ Ցավ տանը մեր ժամանակ պալատքի տակ էինք մտնում առիթ անելու ինչ օթապարիկ ով էր մեզ օթապարիկ տվողը Էդի կլորոյով օթապարիկ Չէ, հիմա շատ սիրուն բաներ կա ու ես շատ ուրախ եմ որ հիմա ջահելները տենց հետաքրքիր Օրինակ ձեր փեսան երևակայական հետաքրքիր բաներ են Կարելի ասել ձեր փեսան այո իհարկե օթապարիկի վրա է արել իր առաջարկությունը Այդու կամերա բան է որ պատտվում է 360 Դրոնով այո Ձերը ոնց Իմ կլիպերը դրոնով չեն նկարում Այդ վիդեոյի վրա միակամից երկդիր։ Դրոնով սիրով հա չէ Այդ վիդեոյի վրա երկդիր միակամից։ Լուրջ տեսալովակը պատրաստ Գդարնա կլիպ արդեն հա ես չեմ լնի ոչինչ դե մարդիկ հո ինձ հիշում են չէ Բայց իմ աղջիկն է այդտեղ Այո Ամեն ինչ ասված է Հա կամ օթապարիկի վրա կարանք նկարս Մեր հաղորդումից կտոներ կարանք տանք այդպես հավես Ինձ հետաքրքիր է օրինակ հասկացա նոր սերունդը ոնց է մոտենում այդ ամեն ինչին ինչ որ էքստրեմալ պահերով ինչ որ չգիտեմ կարող է մեքենաներով փակեն ճանապարհիչներն մասկաներով բացեն ինչ որ առաջարկություն անեն ձեր ժամանակ ոնց է Եթե դաժանա չխոսանք Չէ, դե նա ես մի բան եմ հիշում, ես հասկացա, որ առաջինը պիտի ծանոթանամ զոքանչիս հետ։ Ինչ օթապարիկ, ինչ կարևորը կարծիքն էր, այնպես որ տենց խափելով, ասի ճանապարհում եմ, բան հետո գնացինք, ասի վայ, բաձեզն էլ մութ է, շքամուտքը մութ է, շքամուտքը մութ է, ու տենց բարի սկիզբը, բարձրացա վերև Խափեցի սատիկին, բարձրացա վերև, հետո հրաշքս դուրը բացեց, սենց մազերով, սոքանչես, տենց, բարև ձեզ, մի անգամից սիրտ եմ էտ, ասես տոլմեն տակացնում եմ։ Վախ, զգացիր։ Արդեն ես ունեի։ Սաֆերան ջան, մեր ժամանակները տենց է եղել, թիտից բաներ չկար։ Հա, նայ, չոլկա, ամենաճոխ բանը, որ հարսանիքին եղել է, Հա, Մոսկվայում մենք 3 հարսանիք ենք ունեցել։ Մոսկվայում բարեկամները հավաքվել էին 800 հոգի մարդեր հավաքվել տարբեր, հա, Ռուսաստանի շրջանից, բան։ Տենց էլ այդ հարսանիքը չեմ հիշում, մենակ հիշում եմ, որ շուշուտ ով ինձ բռնում պատճում էր։ Անեի, դա ցայտախտյուր էի դառել, էլի, չգիտեմ։ Մարդիկ շատ խաչքար ասենք, ով բռնում պատճում էր։ Հա, բանը Մեկ էլ, հա, հաջորդը հրազդանում էր, տենց, են մեծ լամպիչկաներ են էլ, որ, բայց սովորական, այ դրա տակ, են որ զալում, տենց հարցինք, երորդը Գրիգորիչը հետաքրքիր նվեր արեց, բանով, Սևանում, կացերին ինչ էին ասում հայերեն, Վլադը կիմանա Վլադ Վլադ կապի մեջ Կացեր մի խոսք Արագանավ չգիտեմ մի խոսք Սաֆարյան ջան հին մարկասից մարդ չկա հանգիստ խոսակ Ես ու սատիկը որ բարձրանանք մեկ պտույց Սևանով տենց հարց ու փեսի շորը մարդիկ պարկած այնտեղ նորմալ արևի տակ ես էլ կոստյումով տենց ինչ տանջվում տենց չգիտեմ ինչ ենք տանջվում հա ու տենց բարձրացանք նավ, հենց նավը տեղից շարժվեց, հատիկը վատացավ հետ եկանք։ Ոչ մի բան չեղավ։ Դες լավ հիշողությունների գիրքն ենք ընկել իրականում։
Մոռացել ենք, չէ՞ դա ինչի համար ենք հավաքվել։ Չէ, իրական չէ, շատ ճիշտ տեղով են գնում, շատ ճիշտ շարունակում։ Ասում երկար չլինի, էլի տես։ Չէ, երկար չի լինի։ Հիշողությունների գիրք են կան կարելի ասել, իսկ Այո։ կա երգ, որ քեզ էլի ինչ որ հիշողություններ ապարգևում։ Մի քանի երգեր կան, մեր երկացանկից հուշերի քաղաք, օրինակ, հուշերի քաղաք, կարող ենք վայելել։ Իհարկե, միասին, չէ՞։ Այո։ Մի հարցրա, մեզ մի հարցրա։ Բա պետք է հարցնեմ։ Մենք անենք։ Դե արեք, լավ, դե արեք։ Ես չեմ խոսա։ Relax Project, Արսեն Սաֆարյան, հուշերի քաղաք։ Հեռվում տեսա քաղաքը իմ քնած եւ աղոտ մի ճրակ իմ տունը հոգիս տկար ծանոթ քամին տարավ աղմկոտ մի փողոց իմ մանկությունը ու լուրջ ապտած անհետ կորած հայացքն իմ ընկերոջ որ այնքան ինձ հարազատ էր ու էլ չկա պատուհանը կիսաբաց սերն իմ մոլորված որ կիսատ մնաց տար ինձ տար որ տեսնեմ նորից ապրած իմ կյանքը տար հեռու Առաջին սիրո թաքուն պատրանքը դեր կրկին այն դեմքերն ինձ հարազատ որ նայում են անվերջին ճամփին կարոտում ամեն վարքյան տար ինձ տար որ տեսնեմ նորից ապրած իմ կյանքը տար հեռու առաջին սիրո թաքուն պատրանքը դեր կրկին Սպասող դեմքերն ինձ հարազատ որ ապրում են հեռվում բայց ինձ հետ են ամեն վարքյան Հուշերի քաղաք Բրավո Որ ասում եմ լեգենդ, ասում եք չէ Ես էլ այդպես վերջացրինք ես Դե, այստեղ ամեն ինչ լայվ է, Սաֆարյան ջան, հա, հիմա ոնց կուզենք այդպես էլ կավարտենք, այդպես զգացինք, այդպես ավարտեցինք Սաֆարյան ջան, իրականում ժամանակը չի կանգնում բայց հիշողությունները մնում են։ Քեզ համար ժամանակը արագ է անցնում։ Հիմա այո։ Հիմա այո։ Հասցն մեզ վայելել ընթացքը։ Ես հիմա ժամերի հետևից եմ ընկնում ավելին ասեմ։ Հա, որովհետև չգիտեմ ինչ է դա կապված, գուցե տես մեծանում ենք, չեմ մանում, բայց կար ժամանակ որ օրը թվում էր չորտենց մեծ մի իր տևողությամբ երկար բայց հիմա օրը բացվում է օրը մտնում է մի տեսակ ես ինձ ոնց որ մեղավոր զգամ համել որ երկար եմ քնում մեղավոր եմ ինձ զգում ու ես ուզում եմ ամեն օր ինչ որ մի բան օգտակար անել հա արդյունավետ ոչ թե օգտակար Դա նաև բերում է բավարարվածություն, դա նաև նրա մասին է, որ դու պարապ չես անցկացնում, անիմաստ չես անցկացնում քո ժամերը, լիարժեքության զգացողություն է գալիս, այսպես ասեմ։
Նաև ինքնաբավ ես զգում, տենց բառ կա ինքնաբավ, որ ես շատ եմ սիրում։ Իհարկե որոշակի առումով ես եկել եմ այդ վիճակի, այնքանով որքանով հիմա չգիտեմ, ամեն մարդու համար այդ ինքնաբավ լինելը գուցե ինդիվիդուալ է, չգիտեմ, բայց ես այսօր ինքնաբավ եմ զգում, որ երեխաներս մեծացել են, ոնց որ թե շնորհքով են, ոնց որ թե ընտանիքում ամեն ինչ նորմալ է, ընտանեկան այդ խառնաշփոթից նաև, որտեվ տենց պիտի լինի, էլի չի կարելի տենց։ Աշխատանքի իմաստով մի փոքր գնացինք ակուստիկ հնչողության, ես ու եղբայրս, եւ ես երջանիկ եմ, որ հենց երկրորդ գիտարը իմ եղբայրն է, հենց Արթուրն է, ու ժամանակը ցույց տվեց, որ արդեն 5-րդ տարին է այդ ծրագիրը մենք երգում ենք, եւ ամսվա ընթացքում 5-ից 7 եղել է 8 համերգ ենք երգել, ասենք։ Ու եւ ես այդ դրանից այդ զգացողությունը իմ մոտ կա, որ ես եղբորս այդ համ գրել ենք այդ երգերը, համ այսօր լայվ երգում ենք, այդ հերիք չի, գալիս են ոնց որ դեռ համերգին։ Որովհետև կշիռ կա երգերի մեջ։ Շատ կարևոր է, որովհետև եթե դու զգաս, հա, եթե դու զգաս, որ ես զգամ, որ ես երգում եմ ու չի գալիս հանդիսատեսը, ինչ-որ մի բան ինչ-որ միտեղ սխալ է։ Բայց ոնց ինքնաբավ չզգամ ինձ։ Համեր գումար ենք աշխատում։ Միասին ենք, հասկանում ես, այսինքն ոնց որ թե այդպես բան եղավ, ներդաշնակ մի հատ իրավիճակ եղավ։ Զաֆարյան ջան, իսկ ձեր երգերը երգելիս ինչ եք ուզում, որպեսզի մարդիկ զգան։ Փորձում եմ փոխանցել, եթե խոսում ենք ավելի ասելիք ունեցող երգերի մասին, փորձում եմ փոխանցել այն էմոցիաները, որոնք ես զգում եմ։ Ի վերջո երգչի գերխնդիրը որն է։ Էմոցիաները փոխանցել հանդիսատեսին։ Այո, ոնց դա կանես, ինչի միջոցով կանես, դա քո խնդիրն է։ Կարևորը փոխանցես։ Ես փորձում եմ դա անել։ Ինչքանով է ստացվում, գուցե երբեմն ստացվում է, երբեմն չի ստացվում, չգիտեմ։ Դա կփաստի հանդիսատեսը եւ երգը մեր ծափարությունները։ Շնորհակալ եմ։ Եվ սրա մասին եմ մտածում այդ ժամանակ եւ գիտես տարիների ընթացքում հետո նույն կերպ չես երգում երգը որ գրել ես ասենք 2001-2 թվականին այսօր 2026 թվականին դու էլ ոնց որ թե մի քիչ էլ մեծացել ես, մի քիչ էլ բթացել ես, կարող է։ Մի քիչ ուրիշ ես, էլ ուզում եմ ասեմ։ Ասում եմ, որ մտածելակերպն է մի փոքր փոխվել։ Այո։ Արժեքներն են փոխվել, ուրիշ կերպ ես մոտենում։ Ընկալումը դա փոխվել, հա։ Դու ես, բայց մի փոքր այդ ֆրազաներին էլ ես ուրիշ կերպ արդեն զգում, լսում, այո։ Դա այն աստվածային կարծում եմ այդ պարգև է, որ դու քո գործի մեջ վերելք ես ունենում ու կապ չունի այսքան թե քեզ մեդալ են տալիս թե չեն տալիս այդ ընդհանրապես կապ չունի բայց այդ քո զգացողությունը որ դու նայում ես երգիդ ու ժպիտ է գալիս քո այս ես եմ գրել երբեմն նույնիսկ այդ այնքան էդ էլ երջանկության զգացողություն բերում քեզ քեզնից լավ են գրում, քեզնից կարող մի քիչ վատ են գրում, դա չի կարևոր, կարևոր դա դու ես արել, դա դու ես գրել, այսօր էլ կարող է երկու անգամ շատ բան ես էմոցիոնալ զգում, ես ունեմ այդպիսի երգերը, մի քիչ առաջ որ նույն Ուրշերի քաղաքը, հին օրերը, էլ չասեմ ինձ համար ինքը ուրիշ տեղ է, բայց հին օրերի հետ կապված շատ հետաքրքիր է ստացվել կարծում կուզենաս իմաց ոնց են գրել այդ երգը։ Կարելի է, եթե կարելի է։ Երբ որ Մեղեդին կար, Արթուրին ցույց տվեցի, Արթուրը հավանեց։ Ասա Արթուր, խնդրում եմ գրի էլի խոսքեր, ասեց ինչ ես մտածում։ Ասել ես մեր մասին, մեր մանկությունը
Դպրոցը, մեր գյուղը, չգիտեմ, էլ ինչ ասեմ, մեր պատանեկությունը, առաջին սեր, ընկերներ, ի վերջո մեր տունը, հա, մեր հայրենիքը, բայց ասեցի, որ այս թեմա գնա, մի շատ հայրենասիրակ, այդ կողմ մի գնա, որ դե չնայած ինչ եմ խոսում, հենց այն ինչ որ թվարկում եմ, դա հայրենիքն է կարծում եմ, եթե ընդհանուր նայում ես, ասես չեմ գրում, Աստիճի ասես գարեջուր չունեմ, ոսի չունես, եսա, ինձ հետ 2 գարեջուր բեր, միջև իչանք ներքև, հա, կնոջս հետ իչանք, որ ինքն էլ պիտի քայլեր, բան, արդեն Էլենի սկիզբը կար, արդեն, ես տենց վերցրած եկա էլի, եկա տեսնեմ արդեն առաջին հատվածը և կրկներքը գրված է, ու մի անգամից եմ, որ ես միշտ կռվում եմ իր, այդ մենք այդ վիճում ենք, հա, խոսքերի, ասում եմ, ես կարաս փոխես սենց ես նենց բան, հավատը ոնց գրել, հա, տենց մնացել, որտև ես դե ինչի, որ ինչին կպնեիր, ասենք էլի, նստեցի գիտարը, քեզնից ասում եմ երկել, հա, նստեցի երկեցի, որ գրկել եմ, ասում եմ, դու հասկանում ես, շատ սիրուն է, այդպես նենց որ այդ երկի հիմքում գարեջուր էլ կա, եղբայր, հասկացա, իսկ կարանք համարենք, որ այս երկը ձեր կյանքի մասին է, այո, հաստատ, Ես կիսատ ասեցի, ուզում եմ ասել, այդ ոնց է ստացվել, մենք մեր համար էինք գրում ես երկը, մտքով չի անցել, որ ես երկը կարող է, ավելին ասեմ ես, երկով ինձ ճանաչեցին, ինքը դարձավ, այցեքարտ կարելի ասել, հա, մինչև այդ բայզու չես գասել լսել եմ, բայց ես ինչ-որ մի հատ տղա էի, ինձ ասում են մի հատ տղա կա, սենց երկա երկում, այդ մի հատ տղեն ես էի, բայց դեմքով ու անունով, ազգանունով, Այս երկենց տեսահոլովակը դուրս եկավ, ես տեսա քաղաքում, որ ինձ աղջիկները ժպտում են, միջած ոչ միայն աղջիկները, բոլորները ժպտում էին։ Շատ լավ։ Հա, ու զգացի, որ իսկապես դուր է եկել մարդկանց։ Ու ինքը դարձավ բոլորին է, որովհետև այդ թեմաները կարծում եմ բոլորի համար է նվիրական։ Այդ նույն դպրոցը, այդ նույն մանկությունը, այդ նույն տունը, ընկերները, առաջին սերը, ում համար դա ինչ ենք հիշում մենք։ Չէ, ընդհանրապես, հայրական տունը, մի խոսքով, ինքը դարձավ այն երկը, որի մասին շատ երգիչ-երգչուհիներ երազում են, Էմիջայլոց։ Ես չեմ էլ կոսկոցի։ Ինձ համար դարավ այդ երկը։ Հիթ է, ինքը հիթ է, ու ես կուզենամ, որ մեր հետևորդներն էլ զգան, վերապրեն այն ինչը, որ կա երկի մեջ, այն ինչը, որ երկը փոխանցում է մեզ։ Սաֆարյան ջան, ես կուզեմ, որպեսզի մեր այսօրվա ջերմ, էմոցիոնալ խոսակցությունը, զրույցը ավարտենք հենց այդ երգով, եթե կարելի է։ Սիրով, իհարկե։ Հաստատ։ Հա, տենց ավելի էմոցիոնալ կլինի, ու տենց ավելի սիրուն կլինի, հավատացեք։ Մեկնաբանություններ կարող ենք թողնել հետևորդներին։ Ես շնորհակալ եմ։ Ես եմ շատ շնորհակալ, շնորհակալ եմ Relax Project-ին։ Իրոք հասկանալի է, թե աղջիկը ումա քաշել էլի էներգետիկայով, խնդրում եմ տիկին Սաֆարյանը թող ինձ ների, բայց էներգետիկայով դե աղջիկը պապային, բնականաբար տղան էլ մայրիկին։ Իհարկե։ Շնորհակալ եմ մեզ հնչողության համար, մթնոլորտի համար, այսի շատ։ Շատ շնորհակալ եմ, շատ զգացված ենք։ Հող, Relax Project չեմ ասում։ Դու կարեք։ Իմ հին օրեր անցած, ուր հեռացակ հանդարտ, ձայնն իմ հոգում եմ լսում, ու
խնչում անվերջ մանկության երգը իմանուր ինչ ժպտացող աչքեր իմ հեռացած ընկեր ուր է ծիծաղը քո այն երջանիկ գարնան մեղեդին իմ անհոգ խենթ իմ մանկության ու հիմա հեռու մենավոր հարազատ իմ տունը կարոտով մայրական ձայնով ամեն օր սեր է երգում ինձ օրոր առաջին ամփույժն անմոռաց որ իմ սրտում այդպես մնաց ուր գտնեմ քեզ հիմա սեր իմ կորած ես փնտրում եմ ձեզ շարունակ իմ հուշերի փողոց ու բակ ու իմ հեռավոր անցյալի ընկերների սրտերը թանկ ու թաքուն հույսով ամենուր կարծես տեսնում հետքերը տակ հիմա որտեղ գտնեմ սերն իմ կորած Հարգելի հետևորդներ, դուք դիտում եք Բառոբազ երաժշտական փոդքասթը իմ հյուրն էր տաղանդավոր լեգենդար ավագ ընկեր Արսեն Սաֆարյանը Կհանդիպենք, երբ հանդիպենք, շնորհակալ եմ հրավերը չմերժելու համար, վայելենք կատարումը, ես լռում եմ։ Իմ հին օրեր անցած, ուր հեռացակ հանդարց, ձայն իմ սրտի, ինձ հուշում է, որ ուշ է ուշ, դու կյանքի թևավոր իմ հուշ, ես այդպես թրջում իմ մանկության թրջում քեզ իմ անմեղ աչքերում ես տեսնում եմ դեռ քո ճամփին օրորում ձեռքը իմ մանուկ ու հիմա հեռու մենավոր հարազատ իմ տուրը կարոտով մայրական ձայնով ամեն օր Սեր է երգում ինձ օրոր առաջին ամփույժն անմոռաց որ իմ սրտում այդպես մնաց ուր գտնեմ քեզ հիմա սեր իմ կորած ես փնտրում եմ ձեզ շարունակ իմ հուշերի փողոց ու բակ ու իմ հեռավոր անցյալի ընկերների սրտերը թանկ ու թաքուն հույսով ամենուր Կարծես տեսնում հետքերը տակ Հիմա որտեղ գտնեմ Սերն իմ կորած Սերն իմ կորած Իմ հին օրեր անցած Բրավո Ժողովրդական գործիքները ստիպեցին ինձ որ իմ հին օրեր անցած